ծրագրի մեջ փոխելու դրանց վերաբերության թույլատվության ամենահարցերին անդրադառնալու, ուստի հնարավորինս հակեր խոսամ ի սկզբանե Ոգեպոն Հովակիմյանի կողմից ներկայացված բացման խոսքի հետո, այսինքն պայմանական ասած Իսակովի դեպքում։ Վաղվաժան դատարան քրեական դատավարության օրենսգիրքը կոնկրետ արգելի հանրային մեղադրողի վրա պարտականություններ է դնում։ Պարտականություններ է դնում եւ պատասխանատվությունը նաեւ սահմանում այն որոշումների համար, որոնք ընդունվել են միջդատական օրենքում եւ այն գործողությունների համար, որոնք դատարանում կատարվել եւ կատարվել են։ Ես ողջունում եմ Հովակիմյանի այն դիրքորոշումը, որ նույն առողջությամբ ինչ-որ ընթերցվել է գույքային հայցը եւ որտեղ որ 54 անգամ հանցավոր բառը տարբեր հոլովումներով վերվել էր եւ վերագրվել էր պարոն նախագահին, երբ որ նայում ենք քրեական դատավարության օրենսգիրքի կարգավորումները, տեսնում ենք, որ Բարդի հանրային մասնակիցը այդպիսի դիմում ստանալու դեպքում պարտավոր է ներողություն խնդրել արտոնացված, ռեաբիլիտացված մեղադրյալից։ 54 անգամ պարոն նախագահին վերավոր, այսպես ասած, փորձել է կպցնել հանցավոր, հանցագործություն, հանցավոր սխեմա, հանցակիցներ։ Ես հիշելու եմ այն, երբ որ ես քրեական գործը հասնի դրա ժամանական վաղճանին, բարդ իրականացնող ներողություն, ճիշտ ոչ թե բարդ իրականացնող, այլ հանրային մասնակցին դիմելուց առնվազն 54 անգամ ներողություն հայցելու հրապարակային պահանջը ներկայացնելու, հաշվի առնելու այն տվյալները ինչ-որ վերմով կան։ Մեղադրանքի հետ կապված, արգելի դատարանում ոչ մեկին հետ չի, որ այս գործը խարսխված է մի հիմնական ապացույցի վրա, ինչի վրա արգելի պարոն Հովակիմյանը, որ շեշտադրում է կատարում, դների մասին խոսելուց դրանք փորձագետի եզրակացություն են։ Եվ ամեն անգամ նշում, ես մի օրինակ իմ ողջույնի նշեցի, ընդհանրապես ես ուզում եմ չստեմ 540 միլիոն դրամով է վաճառվել։ 2006 թվականին 2 հեկտար հող։ Դա 20 տարի առաջ եղել, մենք բոլորս եղել ենք այդ ժամանակ չափած, այլ որոշակի քաղաքացիական գործարքներ ենք եկել, աշխատավարձեր ենք ստացել։ Ես հիշում եմ շատ հստակ, որ այդ ժամանակ իմ աշխատավարձը ընդհանրապես 60,000 դրամ էր։ Երբ որ ես անցանում էի, եթե չցկանում քնիչ էր այդ ժամանակ, երբի Հովակիմյանն էր այդ ժամանակ քնիչ աշխատած կլինի 60,000 դրամ։ Իսկ պարոն նախագահը ընդհանրապես 2 հեկտար հողը վաճառել է 540 միլիոն դրամով։ Որ այս իրավական վեճը չառաջանար հասնել դատարանին, ես նախաքննության փուլում ողջամիտ առաջարկներ անեցի արգելի քննիչին եւ դիմեցի արգելի պարոն Հովակիմյանին։ Խնդրանքս հետեւյալն էր. ստանալ այն փաստական տվյալները, որի հիման վրա փորձագետը որոշել էր, որ ընդհանրապես 540 միլիոն դրամը 20 տարի առաջ վաճառված կողմասի համար էժան։ Տվյալները չտրամադրեցին։ Ինչ ասեց փորձագետը, ասաց առաջնորդվել են գինդով, ասացի տվեք մենք էլ կարդանք այդ գինդը եւ բացեցինք, որ այդ նույն ժամանակահատվածում նույն տարածքներում մոտավորապես մալացիայի համենքում 661 գույք կա մոտարվել։ Դիմեցի վարդ իրականացնող բանին, օրենականության նկատի հսկողություն իրականացնող արգելի դատախազին, ասաց ես տվյալները ստացեք։ Տվյալների հարցություն չկա, քանի որ ընդհանրապես այս թվական տվյալները շատ բավարար են, որ այս գործը գա դատարան։ Ինչի ես մասին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում նշեցի ու կարևորեցի, քանի որ սա մեղադրանքի առանցք փորձագետի եզրակացությունները։ Ես այլ վերաբերելի հարցերով հիշեցնեմ պատվոսան դատարանի Խոսացել են հավանական փուլում այդ միջնորդությամբ մենք հանդես ենք գալու։ Իսկ թե ինչի է Հովակիմյանը այդպիսի սեկ բնութագրիչներով գնահատում ընդհանրապես 540 միլիոն դրամը, երբ որ մենք այդ ժամանակ 60,000 դրամ աշխատավարձ ենք ստացել, անկեղծ ասած չգիտեմ։ Բայց ես փորձել եմ հետաքրքրվելու մակարդակով, մենք կաշկադված ենք, չունենք գործիքակազմերը, պաշտպաններս,
մերժվում են անձնական տվյալների պատճառաբանությամբ, մերժվում են արխիվացված լինելու պատճառաբանությամբ եւ այլ տարբեր պատճառաբանություններով ստանալ այդ հարակից տարածքների հողամասերի վաճառքների վերաբերյալ տվյալները, որը ստանալու դեպքում պատվարժան դատարան դուք չեք ծանոթ մենք չենք դատարան 54 անգամ ներողություն, այցելու պարտավորություն, վաղը դատախանությունը չեն ունենում։ Բայց հիմա ունենք են ինչու՞մ։ Ասեմ հաջորդ դրվագին, որը պայմանական, այսպես կոչենք, Սիլվայի դրվագ։ Ասած, մենք միշտ այս մեղադրանքին վերաբերվում ենք հումորով ու չենք մտածել կոնկրետ ասած, որ այս գործը կարող է գա հասնի դատարան։ Ես ընկան պատվարժան դատարան փորձեցի դետալային հասկանալ, թե ինչպես է եղել, որ այս մեղադրանքը կարողացել է հասնել դատարան, փորձանել ապրել, ստիպված մի միտք առաջացավ, որտեղ այդ տվյալները գործում ուղիղ են մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշումներ, թե ստիպան այդ գործով չպարզված ոստիկանի համբարձությունը ո՞նց է 20 միլիոն դոլարի ծնով են կանխիկ գումարը փոխանցել, հարց առաջացավ մի հատ նայել ինչքան է քաշը։ Լավագույն դեպքում հաշվենք իօքուտ մեղադրանքի կողմի մեզ կալկուլյացիան այսպես արել $100 բազից որ գրամ 27 կիլո գումար են ներկել ինչ երկու կիլոմետր պայուսակ մենք է Սիլվա համբարձում եմ ես պատկերացրեցի ՎՏԲ բանկի մոտից 27 կիլոն այդ խիչքինը սենց քաշ տալով տանում է ոստիկանը մանրալի ես մեղադրանքը դող ջան իրականում $100 թղթադրամը 1 գրամ 27 կիլո հիմա չգիտեմ դալիճում հստած աղջիկները այդ փորձանորությանը մեր իմ խնդրանքով կմասնակցեն թե 27 կիլո ասենք հանեն սեյակից տանեն դուրս մենք կշռակալ կբերենք Էսա, մենք տարինակությունները պատվարժան դատան, մի ոստիկան ասեն, բար ուրիշ ոստիկան ուներ, գնդապետի սարիքոչիկները, բարեք եկան, տարցիկով էլ ես, 27 միլիոն $աշխատանքի ու դարմար դա մեղադրանք, ճիշտ ասած այս մասին շատ բան է խոսելու, բայց կաշկատված են, որոնքով մեղադրանքի վերաբերյալ մեկը անկեղծ բացարձակ հիմնավորված չի, ցանկությունների փուլումը Մեկը մեր դրամադրությունը լավ կպահի, Սիլվայի համբարձությունի դրվագի 27 կիլոյի փորձառությունը երևի կխնդրենք անեն, որովհետև փաստական տվյալները այդպիսին են։ 10 կիլոյի տնից տարալել ման, հետո 17 կիլո ավելացրել էր տարի չուկեմ։ Ես չի դրվագի դատան, խոսքեր չկան, մեղադրանքները ապրելու հնարավորություն չունեն։ 54 գումարած մեկ, Սիլվայի մեղադրանքի լավ տրամադրությունը հաշվի առնելով խնդրվում դատախազությանը ռեաբիլիտացման ժամանակ 54 ներողություն Սիլվայի դրվագում 1 լավ տրամադրության համար շնորհակալություն Իրական դատավարության ուղղությունը սահմանված է, որ պաշտպանության կողմը բացման խոսքում ներկայացնել դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ, Սերժ Սարգսյանը մեղադրանքը ներկայացված չի ընդունել և չի ընդունել։ Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի գնահատական չափավոր զուսպ արձագանքը ներկայացված մեղադրանքին, ես էլ զսպվածություն կդրսևորեմ։ Իմ կարծիքով, ոչ թե կարծիքով, այլ համոզմամբ ներկայացված մեղադրանքները քաղաքական շարժառիթներով թելադրված իրավական տերմինների օգտագործման գեղարվեստական տեքստերին, բայց շատ անհետաքրքիր։ Խմբային շահերից ելնելով դեմոկրատիայի պայմաններում փորձում են ազդել հասարակության հույզերի վրա։ Հափշտակության և առհասարակ հափշտակության և մասնավորապես վատման հանցակազմի, փողերի լվացման հանցակազմի և աշխարհ ստանալու հանցակազմի բոլոր պարտադիր տարրերը իսպառ հանցակազմի և փորձառու իրավաբանները չէին կարող դա չիմանալ։ Եթե ուսանող տարիներին ինձ պատմեին, որ հնարավոր է այսպիսի
փաստական հանգամանքների պայմաններում այսպիսի խրող եւ մի քիչ ոչ շատ խրող կեցվածքով մեղադրանքներ ներկայացնել, ես չէի հավատում։ Իմ գնահատմամբ նաեւ մեղադրանքի կողմը առհասարակ ոչ միայն մեղադրողները, այլ մեղադրանքի կողմը վատնել է պետական միջոցները, պետական ռեսուրսներն ու ժամանակը այս մեղադրանքը կարելու համար։ Փոխարենը բաց են թողել իրական հանցագործների դեմ պայքարը։ Հաջորդ մեղադրանքը օդապարիկների մեղադրանքն է։ Օդապարիկը ինչքան ուժեղ փչում ես, ավելի ուժգին տրաքում է։ Եվ ձեր մեղադրանքը այդպես մեծ շուքով տրաքելու է։ Այսքան։ Պարոն Գևորգյան, ցանկանում եք։ Պատասխանը։ Պարոն պաշտպանելուց երբևէ չի ընդունել իր ներկայացած մեղադրանքը, բնականաբար եւ այդ ինքով եւ նաեւ ներկայացած փաստական տվյալների ինքով դիտում են, որ մեղադրանքը